2019 թվական, Պալերմո, Իտալիա-Հայաստան 9-1 2022 թվական, Օսլո, Նորվեգիա-Հայաստան 9-0 Եվ ահա 2025 թվական, Դրագաու մարզադաշտ, Պորտուգալիա-Հայաստան 9-1 Մինչդեռ բոլոր այս հավաքականների հետ հենց նրանց դաշտում մեր ազգային թիմը կարողացել է հավասար խաղ ցուցադրել, այդ թվում Իտալիայի հետ 2014-ին Պալերմոյում կայացած հանդիպմանը, երբ Սկուադրա Աձուրան 2 անգամ հետապնդողի դերում էր Հայաստանի ընտրանու դեմ խաղում։ Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականի միակ գոլի հեղինակը Էդուարդ Սպերցյանն է։ Նա ի դեպ փոքրիկ պատմական նվաճման է հասել դրանով, 11 գոլով դառնալով պատմության ընթացքում հավաքականի կազմում ամենաշատ գոլ խփած 4-րդ ֆուտբոլիստը, հավասարվելով Արթուր Պետրոսյանին ու Մարկոս Պիզելիին։ Ֆավորիտ համարվող պորտուգալացիները խաղի հաշիվը բացեցին 7-րդ րոպեին։ Ռանոսի անցումից եւ նրա փոխանցումից հետո Սպերցյանի պատասխան գոլը գրանցվեց 18-րդ րոպեին, սակայն 28-րդ րոպեից սկսած պաշտպանությունում թույլ տված սխալները հաշիվը դարձրին աղետալի։ Խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, թե պարտությունն անհատական սխալների պատճառով էր եւ տղաներն առայժմ հոգեբանորեն պատրաստ չեն այս մակարդակի խաղերին։ Շատ վատ տրամադրության մեջ են բոլորս գտնվում, բայց պետք է ընդունել եւ աշխատել։ Ըստ մեկնաբանների 3 օր առաջ Իռլանդիայից 2-0 հաշվով կրած պարտությունից հետո Պորտուգալիան մարզական չարություն էր կուտակել, ինչն ավելիով իրացրեց մեր թիմի դեմ։ Ի դեպ նույն Իռլանդիային գեղեցիկ խաղով մեր ընտրանին պարտության էր մատնել, թեև մրցակցի հարկի տակ նույն Իռլանդիային ու 2 անգամ Հունգարիային զիջել էր, սակայն պատվով էր հանդես եկել։ Պատճառը կարող է լինել, որ Պորտուգալիայի հավաքականը բավականին ուժեղ էր տրամադրված, որովհետև պարտվել էին Իռլանդիային եւ դրանից հետո ցանկանում էին վրեժ լուծել եւ ցավոք սրտի Հայաստանը դարձավ այն թիմը, որի նկատմամբ այդպիսի վրեժ լուծեցին։ Սպորտային մեկնաբանն ասում է, դժվար է մտածել արդյունքները լավացնելու մասին, երբ մեր հավաքականը նույն մակարդակի թիմերի հետ չի խաղում։ Հուսով եմ, որ ընկերական խաղեր կլինեն արդեն մյուս տարի եւ երբ որ UEFA-ի ազգերի լիգայի շրջանակում մենք ունենանք մեր մրցակիցներին, ապա հավասար թիմերի դեմ մարզիչը կկարողանա ճիշտ տակտիկա ընտրել եւ լավ արդյունքներ գրանցել։ Հարություն Ծատերյանի խոսքով երկրպագուները պետք է համբերատար լինեն։ Մարզիչին եւս ժամանակ է պետք ավելի լավ արդյունքներ ունենալու համար, իսկ դրանց նշանակությունը մեր ժողովրդի համար շատ ավելի մեծ է, քան խաղադաշտում հաղթանակը։ Կարծում եմ, որ ֆուտբոլը մեծ միավորող նշանակություն կարող է ունենալ Հայաստանի համար եւ փոքր հաղթանակները, ինչպիսին օրինակ Իռլանդիայի հավաքականի դեմ էր, տեսակ թե ինչ ցնծություն առաջացրեց, կարծում եմ հատկապես մեր փոքր ազգի համար այդպիսի հաղթանակները շատ կարևոր են եւ հնարավորինս ավելի են կարևորվում, երբ թիմը նաեւ գեղեցիկ խաղ է ցուցադրում։ Հայկական ֆուտբոլը վերելքի տարիներ ունեցել է եւ երկրպագուները հուսով են, որ ազգային թիմի մարզիչներն ու ֆուտբոլիստներն անհրաժեշտ դասերը կքաղեն եւ արդեն Եվրոպայի առաջնության ընտրական փուլում հավակնոտ նպատակներով կվերականգնեն իրենց հանդեպ հավատն ու կուրախացնեն միլիոնավոր ֆուտբոլասերներին։ Մերի Դանիելյան, Open Media։